Գործադիրի հերթական նիստում Նիկոլ Փաշինյանը նախ կառավարության անդամներին ներկայացրեց Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանին, ողջունեց եւ հաջողություն մաղթեց հետագա գործունեության մեջ։ Այնուհետև վարչապետը ներկայացրեց կառավարության հնգամյա ծրագիրը, որը հիմնված է իրական Հայաստանի գաղափարախոսության վրա։ Փաշինյանը նկատեց խորհրդարանական ընտրությունների արդյունքում այն Հայաստանի Հանրապետությունում դարձել է պաշտոնական գաղափարախոսություն, որը նոր էջ է բացում Հայաստանի պատմության մեջ։ Խոսքը Հայաստանի Չորրորդ Հանրապետության մասին է։ Կարևոր է արձանագրել, թե ինչով է տարբերվում Երրորդ Հանրապետությունը Չորրորդ Հանրապետությունից։ Տարբերությունը առանցքային հետևյալն է, որ ըստ էության Երրորդ Հանրապետությունը ստեղծվել է, հիմնադրվել է հենց առաջին օրից կոնֆլիկտի տրամաբանությամբ, հակամարտության տրամաբանությամբ, Չորրորդ Հանրապետությունը ձևավորվել է խաղաղության տրամաբանությամբ եւ այստեղ միայն հակամարտության եւ խաղաղության տրամաբանությունների մեջ չէ խնդիրը։ Վարչապետ Փաշինյանը շարունակելով ներկայացնել կառավարության 2026-31 թվականների հնգամյա ծրագիրը ընդգծեց, որ նոր թափ պետք է հաղորդեն ժողովրդավարական հակակոռուպցիոն հանրային կառավարման բարեփոխումներին, որոնց արձանագրումը պետք է լինի այն, որ միջազգային հեղինակավոր զեկույցներում եւ վարկանիշային ցուցակներում Հայաստանի առաջընթացը նկատվի։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ կառավարության կառուցվածքի եւ գործունեության վերաբերյալ օրենքում փոփոխություններին, որոնց համաձայն արտաքին գործերի նախարարությունը կվերանվանվի արտաքին գործերի եւ միջազգային առևտրի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ արհեստական բանականության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, աշխատանքի եւ բարեկեցության նախարարությունների։ Կառավարության ղեկավարը անդրադարձ կատարեց նաև կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ոլորտներին։ Նշեց, որ կառավարության առաջնահերթություններից է զարգացած եւ կրթված հասարակություն ունենալը, որը ժամանակակից աշխարհում պետության, պետականության պահպանման կարևորագույն հենքերից է։ Նա նշեց, որ կառավարության նոր ծրագիրը մշակվել է հաշվի առնելով նոր իրողությունները։ Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ունենալ նոր որակի պետություն եւ ապահովել պետության վերելքը։ Հայաստանի Հանրապետությունը այսպիսով թևակողում է իր պատմության այն փուլը, որը անվանում ենք Չորրորդ Հանրապետություն։ Օրակարգի հաջորդ հարցը արտահանման աջակցության ծրագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ էր։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացնելով այդ փոփոխությունները նշեց, որ եթե նախկինում կառավարությունն աջակցում էր պտուղ բանջարեղենի արտահանումներին, ապա հետ այսու աջակցություն կստանան նաև վերամշակման նպատակով մթերումներ իրականացնողները։ Ցանկանում ենք նվազագույնը երկու խնդիր լուծել։ Խնդիր մեկը բնականաբար մեր գյուղացիական տնտեսությունների մոտ առկա բերքի մթերումն է, սպառումն է եւ խնդիր երկուսը սա նույնպես կարծում ենք պակաս կարեւոր չէ մշակող արդյունաբերության զարգացումն է, որովհետեւ եթե մենք աջակցում ենք, որպեսզի այդ ապրանքը դառնա պահածո, այդ ապրանքը դառնա ճիր, բնականաբար նաև ենթադրվում է, որ ավելի մրցունակ գնային առումով ապրանք ենք ունենալու, որովհետեւ մեր տնտեսվարողները հնարավորություն են ունենալու ըստ էության լավ գնով ձեռք բերել, որը գյուղացու համար կարևոր է, բայց միևնույն ժամանակ նաև փոխհատուցում ստանալ եւ դրա հետևանքով ինքնարժեքը իջեցնել եւ արդեն պատրաստի արտադրանք մեր տեղական շուկային մրցունակ գնով առաջադրել եւ արտահանման համար մրցունակ գնով պատրաստի արտադրանք շուկային առաջարկել։ Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում է սպորտի ոլորտին։ Հայաստանը պատրաստվում է սեպտեմբերի 10-ից 13-ն ընդունել միջազգային Tour of Armenia հեծանվայերթ մրցաշարը, որին կմասնակցեն տարբեր երկրների 18-ից 20 թիմեր։ Միջոցառումն իրականացվում է պետություն մասնավոր հատված գործակցությամբ։ Որոշման նախագծով պետական բյուջեից կհատկացվի 884 միլիոն դրամ։ Ֆինանսական միջոցների հատկացման մասին որոշման նախագիծը հաստատվեց։